Հայրենակիցներ ծրագիրն արդյոք Հայաստանի տարածքում կասեցվել է ժամանակավոր, թե ոչ։ Բավականին մեծ աղմուկ հանած այս հարցի պատասխանը ստանալու համար դիմեցի Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կոշմարին։ Те слухи, которые прошли, что якобы программа будет закрыта, не будет продолжена. Այն խոսակցությունները, թե իբր ծրագիրը կասեցվելու է, չի շարունակվելու, դրանք անհիմն են։ Խոսքը գնում է Հայաստանում միգրացիոն դաշնային ծառայության աշխատանքին։ Դուք գիտեք, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս ասել է, որ Հայաստանում միգրացիոն ծառայության աշխատանքը ցանկալի չէ, սակայն ներկայացուցչությունն աշխատի թե ոչ, նկարագիրը չի փոխվի ամեն դեպքում։ Դրանով կզբաղվեն հյուպատոսարանները կամ արտերկրում դիվանագիտական բաժինները։ Эта картина, в общем-то, не меняется. Все равно будут заниматься у нас консульские отделы. Այսինքն կարող ենք ասել, որ Հայաստանի տարածքում ծրագիրը չի կասեցվում։ Она не прекращается по всему миру. Այն ամբողջ աշխարհում չի կասեցվում, ով կցանկանա կամավոր վերաբնակվել հայրենակիցներից, նրանք կարող են տեղափոխվել։ Այդ թվում եւ Հայաստանից, բայց Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիները, ընդգծում եմ, միայն հայրենակիցները, դրանք այն մարդիկ են, ովքեր ունեն ռուսական արմատներ կամ ժամանակին апրել են Ռուսաստանում, նաեւ ԽՍՀՄ նախկին տարածքում։ Միգրացիոն ծառայությունը հիմա Երևանում գործում է, թե ոչ։ Насколько я знаю, там они сейчас пока документы до 10 января не принимают. Որքան ես տեղյակ եմ, մինչև հունվարի 10-ը փաստաթղթեր չեն ընդունվում տեխնիկական պատճառներով։ Ասաց հյուպատոսը ու հավելեց, որ վերջին 1.5 տարվա ընթացքում հայրենակիցներ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է։ Возьмем, давайте вот цифры, сколько переехало за последние 5-6 лет из Армении в Россию. Это 2000. Եկեք վերցնենք թվերը, թե վերջին 5-6 տարվա ընթացքում քանի մարդ է տեղափոխվել Հայաստանից Ռուսաստան։ Դա 2000 մարդ է, վերաբնակեցման հայրենակիցներ ծրագրով։ Հյուպատոսը հավելեց, թե քննադատում են ոչ թե պատճառը, թե ինչու են արտագաղթում, այլ հետևանքը։ Безработица. Люди не имеют возможности зарабатывать. Գործազրկություն։ Մարդիկ հնարավորություն չունեն գումար վաստակեն ու դրանով ընտանիքը կերակրեն։ Նրանք ստիպված են, կրկնում եմ, ստիպված են հեռանում աշխատանք գտնելու համար։ Они не добровольно выезжают. Վասիլի Կոշմարն ասաց նաև, որ հենց այս հայրենակիցներ ծրագրից գործազուրկները չեն կարող օգտվել, քանի որ նրանց գումար է անհրաժեշտ տոմսերի գույքի տեղափոխման համար, որը ռուսական կողմը փոխհատուցում է, բայց տեղափոխվելուց հետո ծրագրից օգտվողը առնվազն 2 տարի մնալու է աշխատելու Ռուսաստանի տարածքում, փոխհատուցելու կատարված ծախսերը։ Ծրագիրն ավելի շատ ստացվում է միջին խավի համար։ Իդեպ դիվանագետը նաև զարմացած է, թե ինչու է հատկապես այս ծրագրի նկատմամբ քննադատությունն այսքան շատ, երբ գրին քարտով Միացյալ Նահանգներ տարեկան Հայաստանից 5000 մարդ է մեկնում կամ Թուրքիայում ոչ պաշտոնապես 100,000 հայաստանցի աշխատում։ Վասիլի Կոշմարն ընդգծեց, թե ավելի շատ հայրենակիցներ ծրագրից օգտվողների թիվը շփոթում են ժամանակավոր աշխատանքի մեկնած միգրանտների թվի հետ։